Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մամուլում տեղեկություններ կային ճշտված, որ բանակցություններում նաև ռուսական ռազմավազային հեռացման հարցը Թուրքիան ներկայացրել եւ այդպիսի հարցեր կան քննարկվում են։ Արդյոք նման բանակցություններն կամ առանձնարան կարող են լինել, որովհետեւ առանձին բան։ Ռուսաստանի հետ կապված հարցեր չեն քննարկվում։ Երկրների քաղաքացիների վիզաների տրամադրման գործընթացը եւ ակտիվում են նրանց մուտքը երկիր։ Այս մասով ինչ մեկնաբանություն Հայաստանի այդ երկրների շարունակում եւ Կդժվարանամ այս պահին հարցին պատասխանել, խնդրում եմ գրավոր կերպով դիմեք վստահաբար կպատասխանեմ։ Որն է այն սահմանը, որ այդ սահմանից հետո դուք արդեն հստակ Հայաստանի իշխանությունը որոշում կկայացնի հապիկից դուրս գալու հետ կապված, որովհետեւ մեկ տարուց ավելի անընդհատ այս հայտարարությունները արվում են։ Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն, ինքն է որոշում, թե երբ է ճիշտ ժամանակը այս կամ այն քայլը կատարելու համար։ Այստեղ մենք ավելի խոցելի չենք դառնա, եթե մենք փաստորեն դուրս ենք գալիս նաև հապկից եւ այս դեպքում Իսկ դուք կարծում եք մենք հապկ անդամ լինելով պակաս խոցելի ենք եղել։ Միկրոֆոնները թեք։ Պատասխանեցի ձեր հարցը։ Մի հարցել այնուամենայնիվ դուք հայկական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների անդրադարձեք, բայց նախորդին իսլամական պետությունների համաժողովը շրջագիր անդրադարձությունից եւ արտգործնախարարությունը անդրադարձել հաստատված այնուամենայնիվ հետագային ձևակերպումներ շատ կոնկրետ արևմտյան այսպես ասած արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասով կոնկրետ ձևակերպումներ են եւ հետաքրքիր է այս հաստատքի գոյությունը ինչքանով է խանգարում խաղաղության պայմանագրի գործընթացին հարաբերություններին եւ հարաբերս ինչ ազդեցություն Արտգործնախարարության հայտարարությունը կարծում եմ ծանոթ եք ի հավելում են թույլ տվեք նշել որ չեմ կարծում որ մեր հարևան պետության կողմից նման նախաձեռնությունները կառուցողականորեն են ազդում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերաբերյալ նաև որպես տեղեկատվություն նշեմ որ Իսլամական համագործակցության կազմակերպության առանձին անդամ պետությունների հետ այս օրերին քննարկումներ են տեղի ունենում նրանցից մի մասը հավաստիացնում են որ այդ փաստաթղթում տեղ գտած այս կամ այն ձևակերպումները չեն համապատասխանում իրենց պաշտոնական դիրքորոշմանը։ Պարոն եւս մեկ տեղեկություն կան մամուլում որ խաղաղության պայմանագիրը հնարավոր է Վաշինգտոնում կողմի կամ արաբական ընկերություններում արդյոք նման պայմանավորվածություններ կամ խոսակցություններ առասարակական պայմանագրի կնքման հետ կապված։ Դա շատ հեռուն հետագային հարցեր են։ Աշխարհում ենթադրում եմ կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքներ, այդ քաղաքներից յուրաքանչյուրում Հայաստանը պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթը մեզ համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը։ Բայց բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի, բոլորը ողջունում են խաղաղության պայմանագրի կնքումը, դրական են համարում, բայց որևէ երկիր չկա, որ ազդեցություն ունենա եւ կարողանա նպաստել որպեսզի միջնորդներ։ Միգուցե հավեք մարտավարությունը եւ հասկանալիք, որ երկկողմանի բանակցությունները այդքան էլ արդյունք չեն տալիս, միգուցե միջնորդների դերակատարումը նպաստել որպեսզի իսկապես պայմանագիրը կնքվեր կամ որևէ դրական արդյունք ուներ Հայ-ադրբեջանական։ Ձեր հարցը կարելի է մեկնաբանել որպես ռետորական հարց, որովհետև այս տարիների ընթացքում եղել են մի շարք միջնորդությունների փորձեր, դրանց արդյունավետությանը թույլ տվեք այս բանը չգնահատել, այնուամենայնիվ Հարավային Կովկասում կանությամբ եւ խաղաղությամբ հետաքրքրված մեր բոլոր գործընկերների հետ մենք շարունակում ենք պահել կապը իրենց տեղեկացնել ընթացիկ գործընթացների մասին, հույս ունենալով, որ իրենք դրականորեն կարող են ազդել գործընթացի վրա։ Ադրբեջանի վրա ազդելու Ես չեմ կարող մեկնաբանել այլ պետությունների հնարավորությունները եւ լծակները։ Բաքուն դեռևս շարունակում է ընդդել իր նախապայմանները եւ process-ը դեռ այդ կետում է։ Այս պահին նոր դիրքորոշումներ կողմեր չեն արտահայտել։ Իսկ դուք ակնկալիք ունեք, որ Թուրքիայից հետո հնարավոր է օրինակ կամ քննարկվել է, որ օրինակ Թուրքիան նպաստի, որ Ադրբեջանը փորձի դիրքորոշումը փոխել կամ ստանձնի այդ
միջնորդությունը կամ նրա կառուցողական դաշտ բերելու դերակատարումը։ Ես կարծում եմ թուրքական կողմը առնվազն վերջին 1 տարվա ընթացքում հանրային բավականին դրական ազդակներ է տվել երկու կողմերին, այսինքն Հայաստանին եւ Ադրբեջանին, որ իրենք շահագրգռված են, որպեսզի երկու կողմերի միջև հարաբերություններ կարգավորվեն եւ համապատասխան փաստաթուղթը կնքվի։ Իսկ ակնկալում եք, որ ավելին անի Թուրքիան։ Պատասխանեցի ձեր հարցին բավարար կերպով։